Լենինի քաղաքում բացվելու է ԿՊ կենտրոնական գրասենյակը, ուստի խնդրում եմ ձեր տղամարդ աշխատակիցներին տեղակ պահեք, որ պարտադիր ներկա գտնվեն։ Միասնության թևերի վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը 3 հանրայինի եթերում իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի կիրառման հերթական դեպքի մասին էր ահազանգում։ Քիչ անց նրան էլ մեղադրանքներ բաժին հասան, մասնավորապես Ռուսաստանից ֆինանսավորում ու աջակցություն ստանալու վերաբերյալ։ Իրավապաշտպան Դանիել Հովհաննիսյանը ռուսական դոսիե կենտրոնի հետաքննությանը հղում անելով տեղեկացրեց, թե առերևույթ ապօրինի ավելի քան $2 միլիոն ստանալու դեպքի առիթով հանցագործության մասին հաղորդում են ներկայացնելու։ Ռուս գործարար ու ընդդիմադիր Միխայիլ Խոդորկովսկու ղեկավարած դոսիե կենտրոնը խորհրդարանական ընտրություններում Ռուսաստանի միջամտության փորձերի մասին մի հետաքննություն է հրապարակել, պնդելով, թե այն հիմնված է ռուսաստանցի քաղաքագետների ու քաղտեխնոլոգների ներքին փաստաթղթերի վրա, թե ինչպես են նրանք այդ փաստաթղթերին հասանելիություն ստացել, պարզ չէ։ Դրանք ոչ ստորագրված են, ոչ կնքված։ PDF ֆորմատի ֆայլերը պարզապես կցել են հետաքննության տեքստին։ Ըստ այս հրապարակման Մոսկվան Արման Թաթոյանին որպես մեջբերեմ պահեստային թեկնածու է դիտարկում։ Դոսիեն պնդում է, թե իրեն ձեռքի տակ է Արման Թաթոյանի գլխավորած ուժի քարոզարշավի ծախսերի նախահաշիվները։ Ռուսերեն ու Excel ֆորմատով կազմված ֆայլերը կցել են հետաքննության էջին։ Ըստ այս տվյալների Թաթոյանի թիմը քարոզարշավի ընթացքում պլանավորել է շուրջ $930 միլիոն ծախսել։ Այս ֆայլերում սակայն ոչ անուն կա, ոչ ամսաթիվ, ոչ էլ ստորագրություն կամ հեղինակի նույնականացնող որևէ այլ տվյալ։ Հետաքննության հեղինակները հավելում են, իրենք էլ տեղյակ չեն, թե ով է ֆինանսավորում միասնության թևերի քարոզարշավը։ Հեղինակների այս նախադասությունը սակայն չի խանգարել Դանիել Հովհաննիսյանին հայտարարել, թե Թաթոյանի գլխավորած ուժը Ռուսաստանից, մասնավորապես նախագահ Պուտինի աշխատակազմի պետի տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի համակարգմամբ գործող ինստիտուտից է գումար ստացել։ Միասնության թևերը հերքում է մեղադրանքները, պնդելով, թե իրենց վերագրվող ծախսերն իրականությանը չեն համապատասխանում, իսկ ֆինանսավորման աղբյուրների մասին տեղեկությունները մեջբերեմ ընդհանրապես սուտ են։ Միասնության թևեր կուսակցությունը չունի ֆինանսավորում որևէ արտաքին աղբյուրից, առավել ևս Ռուսաստանից։ Թաթոյանի գլխավորած կուսակցությունը պատրաստվում է դատի տալ հրապարակման հեղինակներին։ Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպանը պնդում է, թե իրենց բոլոր քայլերն օրինական են եւ տեսանելի են ֆինանսական հաշվետվություններում։ Այդուհանդերձ Հայաստանում տասնյակ գրասենյակներ ունեցող կուսակցությունը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նշել է, թե մայիսի 12-ի դրությամբ իրենց հաշվին ընդամենը 611,438 դրամ է եղել, ինչը բավարար չէ գրասենյակների սպասարկման ու քարոզարշավի ծախսերի համար։ Անցած շաբաթ էլ իշխանությունները տարածելով մեկ այլ ռուսական լրատվամիջոցի հրապարակում Ուժեղ Հայաստան դաշինքն առաջնորդող Սամվել Կարապետյանին ռուսական գործակալ լինելու համար էին մեղադրում։ Այդ պնդումների հիմքն էլ The Insider-ի հրապարակմանը կցված մի սքրինշոթ էր, որտեղ Սամվել Կարապետյանի աշխատավայրի դիմաց գրված է FSB։ Նրա եղբոր որդի Նարեկ Կարապետյանը նույն նշումով մի քանի այլ անձանց տվյալներ է հրապարակել, պնդելով, թե 1990-ականներին Ռուսաստանում սա տարածված պրակտիկա է եղել։ 1960-70-ականներին ծնվածների աշխատանքային վայրը տեղեկատվական բազաներում հենց այդպես են ներկայացրել։ Մինչ ընդդիմադիր ուժերի հասցեին տարատեսակ մեղադրանքներ են հնչում, իրավապահները մինչ այս պահը ընթացք չեն տվել քարոզարշավի ընթացքում տարբեր մարզերում իշխող քաղաքացիական պայմանագրի օգտին վարչական ռեսուրսի կիրառման ահազանգերին։ Դասի էինք, ուղղակի եկել ենք ստեղ հենց Փաշինյանի համար։ Հա, ավարտվեց։ Ասացիք Փաշինյանի այցի համար եկել եք ստեղ։ Հա, ես դասի շո։ Հանեցին է ավարտվել ձեր դասը։ Մի րոպե։ 12:25 զանգը տվել է։ Բայց սովորաբար երբ է դասերն ավարտվում։ 2-ից 5 պակաս։ Միասնության թևերի վարչապետի թեկնածուն դեռ ավելի քան 10 օր առաջ իրավապահներին էր դիմել Արմավիրի մարզում ուսանողներին քաղաքացիական պայմանագրի հանրահավաքին մասնակցել պարտադրելու դեպքի վերաբերյալ։ Թաթոյանը պնդում է, իշխանությունները վախի մթնոլորտ են տարածում։ Սպառնալիքների եւ վախեցնելու մարդկանց համատարած ուղակի բազմաթիվ դեպքեր կան եւ համակարգ է գործում։ Վերևից իջնում է դեպի ներքև, կազմակերպված է այնպես, որ կատարողներ են դառնում դասախոսներ, ուսանողներ եւ այլն, ու հետո էլ հանկարծ եթե պարզվում է, պատասխանատվության են ենթարկում դպրոցի տնօրենների, դասախոսների եւ վերևի մակարդակը մնում է անպատիժ։ Անկախ դիտորդի անդամ Դանիել Հովհաննիսյանն ի դեպ նույնպես հայտնում է, որ իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի կիրառման ահազանգերով իրավապահներին են դիմում։
Յոհաննիսյանը նաև հայտնում է, թե ընդդիմադիրների ընտանիքների անդամներին աշխատանքից ազատելու դեպքերի արժանահավ վատահազանգեր ունեն եւ պատրաստ են նման դեպքերի ապացույցներ տրամադրողներին մի կլորիկ գումար վճարել ու իրավաբանական աջակցություն տրամադրել տեղեկատվություն հայտնողի գաղտնիությունը պահելով։ Ձեզ դրել եք բանի տեղ արա, ալֆա սամեցի տեղ եք դրել արա, համբալներ։ Իրավապահներն անարձագանք են թողնում ոչ միայն վարչական ռեսուրսի կիրառման, այլև վարչապետ Փաշինյանի ընդդիմադիրներին մեջբերեմ սատկացնելու, կզացնելու հայտարարությունները։ Ընտրությունների կազմակերպիչ պատկան մարմինը կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ Փաշինյանի արտահայտություններում բռնության կիրառման սպառնալիք չի տեսնում։ Մինչ վարչապետի հետ բանավիճելուց հետո արցախցի Արթուր Օսիպյանն արդեն շուրջ 2 շաբաթ է զրկված է ազատությունից։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պնդում է, թե վարչապետի բառապաշարը թեև զսպված ու կոռեկտ չէ, սակայն սպառնալիքի ու ցանկացած այլ տեսակի հարկադրանքի ընկալում չի առաջացնում։